Նախագահի թեկնածու Ռաֆի Հովհաննիսյանի բարևն այսօր հասավ Թալին, Արթիկ, Գյումրի, Սպիտակ, Վանաձոր եւ Արագածոտն։ Բարևից հետո պարոն Հովհաննիսյանը հիշեցրեց, թե ինչն է իրեն փողոց դուրս բերել։ Պաշտոնական, կեղծված, սուտ, վախկոտ դվյաններով, Արթիկը 52 դողոս, բարդողողները 43, գեցե մեր աղթանակը։ Ռաֆի Հովհաննիսյանին շրջապատած արցիկցիները վստահեցրին, թե իրենց ապագան կապում են նրա հետ։ Վերջինս էլ հիշեցրեց Սերժ Սարգսյանի առջև մինչև ապրիլի 9 ժամանակ է դրել, ինքնաբացարկ տալու եւ ժողովրդից ներողություն խնդրելու համար։ Նամուսը լավ բան է։ Նամուսի ժամկետն է ապրիլի 9։ Պարոն Հովհաննիսյանի հաջորդ կանգառը Գյումրին էր։ Նախագահի թեկնածուն շնորհավորեց գյումրեցիներին փետրվարի 18-ին իրենց ձայնը չվաճառելու եւ ընտրական իրավունքին տեր կանգնելու համար։ Գյումրին ասել է, որ ռադարեք, եթե դուք պիտի արհամարեք Գյումրիի իրավունքը, Հայաստանի իրավունքը, ոչ մի զատներ սկորս չգա, ոչ մի զատներ։ Ժառանգության առաջնորդը կարծում է, որ Շիրակի արդեն նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանը հարգանքի է արժանի։ Նա հրաժարական տվեց, քանի որ չկարողացավ նայել իր ժողովրդի աչքերին։ Պարոն Նիսկան, Սյունիքից, բոլոր մարզպետները հրաժարական պիտի տանջեն։ Շիրակի մարզում Ռաֆի Հովհաննիսյանն իր հանդիպումն ավարտեց Գյումրիի 7 վերք եկեղեցում Հայաստանի ապագայի համար մոմ վառելով։ Նարինե Սարգսյան, Տիգրան Բադալյան, IPV